Նաև այստեղ խոսել եմ նաև 1988 թվականի այդ ՀԽՍՀ եւ այո, խոսել եք Տավուշի դեպքերի ժամանակ խոսել եք, այո, միջև կնքված համապատասխան արձանագրության մասին, որը Հայաստանի համար շատ ձեռնտու էր, որպեսզի հիմք ընդունվեր այս սահմանազատման գործընթացի իրականացման համար, բայց արի ուտես, որ Հայաստանի Հանրապետությունը ինքն է հրաժարվում դրանից մտածածին պատճառներով, որ իբր դրանք գործող վավերական փաստաթուղթ չեն։ Այնինչ ես բազմիցս ցույց եմ տրվել, որ դրանք լիովին համապատասխանել են այն ժամանակվա խորհրդային սահմանադրությանը, խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի սահմանադրություններին, որ կառավարությունները նման իրավասություն ունեին վերջնական որոշումներ կայացնելու, այդ որոշումները կայացվել են եւ նույնիսկ դեմարկացիայի գործընթացն է իրականացվել, այսինքն ես անպայման հղումը կտեղադրեմ, փաստաթղթերը հենց ունենք, հրապարակել ենք մենք։ Այո, դա էլ մեր կողմից չի արվում։ Դրա համար այդ process-ը նաև դավաճանության դարձել է շարունակական գործընթաց եւ Փաշինյանի կողմից եւ այդ հանձնաժողովի հայկական կողմից նախագահ փոխվարչապետի կողմից